Էլի դուք։ Դու զանց ինչ հագնում, որ մի 20 րոպե պարապեմ։ Այս դաշնամուրները վաճառքի են, եթե բոլորը կան ամեն օր նվագեն, ինչ կմնա։ Ավելի լավ, գործիքը կմարզվի։ Առաջի անգամ եմ լսում նման բան։ Համել ես, որ նվագում եմ, դարսում լսվում է, մարդիկ հիացած ներս են գալիս։ Հերիքա արդեն, էլ նման բան չկրկնվի, ես չեմ կարող թույլ տալ, որ դու ամեն անգամ գաս այստեղ նվագես, պարապես։ Քուրսից ավելի հնարավոր է, չէ՞ մի քիչ առանց ներվի այդքան անցնել։ Հիմա էլ դուք։ Ասենք, այս աղջիկը անում է այն, ինչի համար որ նախատեսված է սույն գործիքը։ Նվագիչը նվագում է։ Մի հատ որ խնդրեմ սրա գինը կասեք։ Դե ավելի լավ գնանք էլ։ Սպասի հələ։ Ինչ աղի որ։ Բարի օր ցավը տանեմ։ Իհարկե ինձ 1000 անգամ կներես, վերջի օրստայի մարդ ես, բայց որ խնդրեմ կարաս ներկայանաս, որ սիտուացիան քեզ ճիշտ ներկայացնենք, էլի։ Այս խանութի տերն եմ ես։ Պաշուտ ասա, այդ ցավը տանեմ։ Ուրեմն ստե մի հատ տաղանդավոր աղջիկ կա, որ հիմի չի կարող այս դաշնամուրը ձեռք բերի, բայց այն որ իր տաղանդը այս դաշնամուրի գնից էլ թանկ է։ Ասածս ինչ է։ Ես մինչև այս աղջկան հանդիպել եմ, իսկ ես չգիտեի, որ ասենք մեբել կա, որ կարող է նվագի։ Հիմա ո՞նց անենք, որ այս աղջիկը ունենա մի հատ դաշնամուր, որի վրա կարող մի շպարապի, էլի, որ վաղը միշտ դառնա հանճարեղ դաշնամուրից։ Սաղս էլ հպարտանանք, էլի, որ մի հատ լավ բան արած ունենք իր համար։ Կներեք մեզ, մենք ավելի լավ գնանք։ Չէ, մի գնացեք, տեղն ճիշտ է ասում, հնարավոր է շատ տաղանդավոր մեկին ենք օգնում։ Այսինքն ես կարող եմ գամ ուստեղ պարապեմ։ Ոչ, դու կարող ես տանը պարապես, քանի որ ես ուզում եմ դաշնամուր նվիրեմ քեզ։ Ինչ։ Շատ ճիշտ եզրահանգման եք եկել։